Հռոմի կանոնադրության վավերացումից հետո ըստ էության անհրաժեշտություն առաջացավ սահմանելու ներքին ընթացակարգեր, որոնց միջոցով պետական մարմինները կարող են արդյունավետ համագործակցություն իրականացնել միջազգային քրեական դատարանի հետ, այսինքն այս նախագծի մշակման նպատակը հենց այն է, որ սահմանել ներպետական համապատասխան ընթացակարգեր, որի միջոցով արդյունավետ համագործակցություն կապահովի դատարանի հետ։ Համագործակցության ձևերը սահմանված են հենց Հռոմի կանոնադրությամբ եւ մեր այս նախագծի նպատակն է ունենալ այն գործիքակազմերը, որոնք նախատեսված են Հռոմի կանոնադրությամբ, այսինքն հիմնական գաղափարը այն էր, որ ներպետական մարմինների համար ավելի պարզ լինի յուրաքանչյուրի դերը եւ գործառույթները միջազգային քրեական դատարանի հետ համագործակցության շրջանակներում։ Նախնական կալանավորում եւ իրավիճակի ներկայացում հասկացությունները նախատեսվել են նախագծում, քանի որ դրանք առկա են նաև Հռոմի կանոնադրությամբ։ Ինչ վերաբերում է նախնական կալանավորմանը, նշեմ, որ նմանատիպ որոշակի գործիքակազմ արդեն առկա է քրեական վարույթներով իրավական օգնության մասին օրենքում, սակայն վերաբերում է արդեն պետությունների միջև իրավական համագործակցությանը, իրավական օգնությանը, իսկ Հռոմի կանոնադրության համատեքստում անհրաժեշտ էր ֆիքսել, որ առկա է այսպիսի կառուցակարգ, որ միջազգային քրեական դատարանի կողմից համապատասխան դիմում հայց ներկայացնելու պարագայում մեր ներպետական մարմինները ժամանակավորապես նախնական կկալանավորեն անձին, մինչև որ ստանան համապատասխան փաստաթղթերը միջազգային քրեական դատարանից։ Սա ըստ էության վերաբերում է հրատապ դեպքերին եւ չեն կիրառել ժամանակավոր կալանավորում եզրույթը, քանի որ որոշակի շփոթ կառաջանար օրենքի մյուս հասկացությունների մասով։ Նույնը վերաբերում է նաեւ իրավիճակի ներկայացմանը, սա կրկին բխում է Հռոմի կանոնադրությունից եւ մեր նպատակը այն է, որ սահմանենք հստակ հնարավորինս հասկացություններ, որպեսզի իրավակիրառների համար ավելի հեշտ լինի կանոնադրությունը կիրառել։ Իրականում բավականին բարդ էր սահմանել տարբեր պետական մարմինների դերերը այս նախագծի շրջանակներում, քանի որ միջազգային քրեական դատարանի հետ համագործակցությունը նորույթ է ըստ էության մեր իրավական համակարգի տեսանկյունից։ Մենք փորձել ենք տարբեր կառուցակարգեր միատեղել, այսինքն օրինակ քրեական վարույթներով իրավական օգնության դեպքում տարբեր դերակատարներ կան, օրինակ արդարադատության նախարարությունը, գլխավոր դատախազությունը եւ այլն, սակայն տվյալ դեպքում անհրաժեշտ է ունենալ մի մարմին, ով կհամագործակցի անմիջապես միջազգային քրեական դատարանի հետ, կապահովի հաղորդակցությունը եւ նաեւ համակարգումը ներպետական մարմինների շրջանում։ Օրինակ լիազորություն կառավարության կողմից իրավիճակի ներկայացման մասին համապատասխան որոշում կայացնելու դեպքում լիազոր մարմնի կողմից այն ներկայացնել միջազգային քրեական դատարանին, ինչը որ դժվար է պատկերացնել օրինակ գլխավոր դատախազության կողմից իրականացնելը կամ ներկայացուցչի առկայության պայմանում արդարադատության նախարարության կողմից ներկայացնելը։ Ուստի ըստ էության ներկայացուցչի դերը այստեղ հաղորդակցության ապահովումն է միջազգային քրեական դատարանի հետ, տարբեր խորհրդակցությունների իրականացումը ըստ անհրաժեշտության եւ եթե ինչ-որ հարցում ստանում է ներկայացուցիչը ներկայացնում է արդեն իրավասու կենտրոնական մարմիններին ընթացքը ապահովելու համար։ Ինչպես նշեցի, նախագծի նպատակը ներպետական կառուցակարգերի ապահովումն է, ուստի ներկայում Հռոմի կանոնադրության տեսանկյունից եւ միջազգային քրեական դատարանի հետ համագործակցության տեսանկյունից ներպետական մարմինները չունեն ըստ էության ներպետական օրենսդրությամբ սահմանված գործիքակազմեր, ուստի բացը հենց սա է, որ ցանկանում ենք լրացնել նախագծով, որպեսզի յուրաքանչյուր մարմնի համար պարզ լինի, թե իրենցից ինչ է ակնկալվում եւ եթե ինչ-որ հարցում ստացվի միջազգային քրեական դատարանից յուրաքանչյուր մարմին իմանա իր անելիքները։ Հենց կանոնադրությունն էլ նախատեսում է, որ հնարավոր են այնպիսի իրավիճակներ, երբ անհրաժեշտություն լինի կամ հարցը վերաբերի պետության համար ազգային անվտանգությանն առնչվող, ազգային անվտանգության վնաս հասցնող որոշակի տեղեկությունների փոխանակմանը։ Այս դեպքերում մենք եւս որոշակի կանոնակարգումներ նախատեսել ենք նախագծով, այսինքն հնարավոր է, երբ պետությունը գտնում է, որ ինչ-որ տեղեկություն միջազգային քրեական դատարանին փոխանցել է, կարող է վնաս հասցնել իր ազգային անվտանգության շահերին, կարող է արդեն համապատասխան ընթացակարգեր նախաձեռնել, օրինակ խորհրդակցություններ միջազգային քրեական դատարանի հետ եւ դրա արդյունքում կարող է օրինակ փոխվել հարցման ձևը միջազգային քրեական դատարանի կամ տեղեկությունը որոշակի մասով փոխանցվել եւ այլն։ Դրա համար մենք այս պահի նախագծով ունենք անվտանգության խորհրդի կողմից համապատասխան իրավիճակի քննարկման կառուցակարգ, այսինքն եթե այդ վտանգը կա, անվտանգության խորհուրդն է քննարկում այդ հարցը եւ համապատասխան կոմունիկացիան ապահովում է լիազոր մարմինը։ Ինչպես նշեցի, անհրաժեշտ է ունենալ մի մարմին, ով գնահատական կտա, թե արդյոք որևէ տեղեկության փոխանակում միջազգային քրեական դատարանի հետ կարող է վնաս հասցնել ազգային անվտանգության շահերին։ Մեր դիտարկմամբ այդ մարմինը պետք է լինի որոշակի կոլեգիալ կազմով, այդ պատճառով ներկայում նախագծում այդ կարգավորումն է նախատեսված, իհարկե քննարկումների արդյունքում միգուցե դրա մշակվի, այնուամենայնիվ այս բանի նախատեսել
հասկացել ենք, որ անվտանգության խորհրդին վերաբերող լիազորությունները կարող են սահմանվել նաև հենց այս օրենքում եւ կառուցակարգերը արդեն նախատեսվել են նախագծում։ Իրականում նախագիծը բավականին լայն հանրային քննարկումների փուլ է անցել եւ սա լրամշակված նախագիծը մենք որոշեցինք տեղադրել կրկին հանրային քննարկման, որպեսզի կրկին հավաքագրենք համապատասխան կարծիքներ։ Նախորդ տարի եւս այս հարցը քննարկվել է եւ նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ մենք քննարկում ենք ունեցել բավականին կառուցողական եւ ըստ դրա լրամշակել ենք նախագիծը, այսինքն եւս մեկ անգամ է նախագիծը դրվել հանրային քննարկման, որպեսզի կրկին կարծիքներ հավաքագրենք։ Թերևս մտահոգություններ առկա են եղել, որոնք փորձել ենք հասցեագրել, կրկին հարցեր բարձրացվել տարբեր մարմինների դերակատարների գործառույթների մասով, ինչը փորձել ենք կրկին շտկել նախագծով եւ սիրով սպասում ենք, եթե գործընկերները այլ դիտարկումներ ունեն, այս նոր շրջանառության ընթացքում ներկայացնեն եւ քննարկենք համատեղ։ Կարևորեմ այս տեսանկյունից կարողությունների զարգացումը իրավակիրառ մարմինների եւ կնշեմ, որ Արդարության նախարարության համակարգմամբ իրականացվում են ոչ միայն օրենսդրական փոփոխություններ միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնության վավերացումից հետո, այլ իրականացրել ենք իրազեկման աշխատանքներ, նաև վերապատրաստումներ տարբեր իրավակիրառ մարմինների շրջանում, ինչպես նաև մշակվել է ուղեցույց հենց Հռոմի հենց միջազգային քրեական դատարանի հետ համագործակցության տեսանկյունից եւ այս առումով բավականին կարևորում ենք միջազգային գործընկերների հետ մեր համագործակցությունը, նշեմ, որ Նիդերլանդների դեսպանության աջակցությամբ իրականացվել էր ծրագիր բավականին համապարփակ, որը վերջերս ավարտվեց եւ այս գործողությունների մեծ մասը հենց իրականացրել ենք նրանց աջակցությամբ։